Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է Կզնակ հիմնադրամի «Իմ կյանքը» համայնքում աշակերտների փոխանակման ծրագրով Հայաստանի տարբեր մարզերից Աբովյան ժամանած աշակերտներին։ Հյուրընկալող թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի եւ դպրոցի դակ Լուսինե Հակոբյանի ուղեկցությամբ աշակերտների համար կազմակերպվում են բովանդակային այցեր ուսումնական գործընթացին զուգահեռ Աբովյանը ճանաչելու, համայնքի բարեկարգման զարգացման ակտիվ ընթացքին ծանոթանալու նպատակով։ Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ողջունել է «Իմ կյանքը» համայնքում աշակերտների փոխանակման ծրագիրը, ապա պատասխանել երեխաների հարցերին Աբովյանում ընթացող շին աշխատանքների համայնքի բարեկարգման եւ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։ Բովանդակային հանդիպմանը համայնքի ղեկավարը կարևորել է «Իմ կյանքը» համայնքում ծրագրի դերը որպես հայրենաճանաչությանը նպաստող կրթական նախաձեռնություն եւ հանձնարարել կազմակերպել տրանսպորտային եւ անհրաժեշտ այլաջակցություն երեխաների օրերը Աբովյանում հիշարժան եւ հետաքրքիր դարձնելու նպատակով։ Կոտայքի մարզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի դպրոցների շուրջ 70 աշակերտներ։ Համառ պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 16 տղաներ եւ աղջիկներ։ Հրազդանի թիվ 2 հիմնական, Աբովյանի թիվ 1 ավագ, Աբովյանի թիվ 5 հիմնական, թիվ 2 հիմնական, թիվ 10 հիմնական, Աբովյանի կրթահամալիր, Բյուրեղավանի հիմնական, Նորգեղիի միջնակարգ, Նորգյուղի միջնակարգ, Առինջրի միջնակարգ, Ջրվեժի միջնակարգ, Կապուտանի միջնակարգ, Գետարգելի միջնակարգ դպրոցներից։ Եզրափակիչ փուլի խաղերը կանցկացվեն Ծաղկաձորում։ Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գյորգոս Գերապետրիտիսի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցերը, ներառյալ արկա մեխանիզմների միջոցով Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղված նախաձեռնությունները։ Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրերին, այդ թվում Հայաստանում Թրամփի ուղու կյանքի կոչմանը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախքնայի հետ Լյուքսեմբուրգում քննարկումների վերաբերյալ։ Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունը Էստոնիայի արտաքին գործերի նախարար իմ լավ ընկեր Մարգուս Ցախքնայի հետ։ Դա լինի երկկողմորակարգի Եվրամիության հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրման ուղղված ջանքերի շուրջ։ Այս անգամ Եվրամիության նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ, գրել է նախարարը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցությունը որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։ Արմեն Ղազարյանը անդրադառնալով ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին ընդգծել է դրանց կարևորությունը հանցավորության կանխարգելման, օտարերկրացիների նկատմամբ խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից։ Միգրացիոն ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է համապարփակ ռազմավարություն, որը ընդգրկում է միգրացիայի կառավարման ոլորտի հարցերը։ Փոխնախարարը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների եւ համագործակցության ընդլայնման մասին։ Անդրադառնալով թվային գործիքների կիրառման անհրաժեշտությանը նա նշել է, որ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա նախատեսվում է համատեղ մշակած թվային լուծումների, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված գործիքների ամբողջական ինտեգրումը ներքին գործերի նախարարության առօրյա աշխատանքային պրակտիկայում, մասնավորապես համայնքային ոստիկանության գործունեության շրջանակում։ Անդրադարձ է կատարվել նաև SafeU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է միտված ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Կլաուս Բեքը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության համակարգմամբ իրականացվող աշխատանքներն ու այդ նախաձեռնությունները համակարգային ու կայուն դարձնելու ուղղությամբ ներդրված ջանքերը։ Կարևորելով ծրագրերի համապարփակ իրականացումն ու մշտապես նոր գաղափարների ներդրումը, նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են նաև ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտորիո Գրիգոլոին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը, ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է մեր երկրի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտորիո Գրիգոլոյի եւ հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ եւ հայ հանդիսատեսը նորից եւ նորից հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։ Վիտորիո Գրիգոլոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին փոխհաստեցություններին, երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի եւ տարածության սահմաններից դուրս է, որը միավորում է մարդկանց նպաստելով փոխըմբռնման, համերաշխության եւ ստեղծարար միջավայրի ձևավորմանը։ Հանդիպմանը կարևորվել է խաղաղության գաղափարը, որը կարևոր նախապայման է մարդու ստեղծագործ եւ արարող էության ազատության համար։ Հոկտեմբերի 21-ին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով եւ հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին, անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները, հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այս քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները,
ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը։ Քարքալույց եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան ավազանի անունով։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Թեհրանում հանդիպում են ունեցել, հաղորդում է Իռնագործակալությունը։ Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել եւ ընդլայնել համապարփակ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ վերացնել այս գործընթացին խոչընդոտող ցանկացած բան։ Նա ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ռազմավարական կարեւորությունը Իրանի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ օգտագործելու դիվանագիտական միջոցները վեճերը լուծելու համար։ Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն եւ անվտանգություն կբերի տարածաշրջան։ Պետական եկամուտների կոմիտե բիզնես գործընկերային քննարկում։ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համատեղ քննարկվել են մաքսային ընթացակարգերի հետագա բարելավմանն ուղղված հարցեր։ Այս ձևաչափը վատ ձևաչափ չի շփվելու, բարձրաձայնելու խնդիրները, հետադարձ կապ ունենալ իրար հետ։ Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը կարևորել է մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Հանդիպմանը խոսել են արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանը միտված տարվա ընթացքում ներդրված նոր նախաձեռնությունների արդյունքներից։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել մաքսային մարմնի կողմից ապրանքների արտահանումը շուրջօրյա սպասարկելու գործընթացին։ Բեռնափոխադրողների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ փուլը մեկ վայրում, ժամանակավոր պահպանման պահեստում իրականացնելու նորարարությանը եւ այլ նախաձեռնություններին։ Ֆիզիկական անձին իմաստ չունի արդեն գալ այստեղ, այսինքն անհրաժեշտությունը դրա չկա, գալ հերթ սպասարկման սրահում եւ միանգամից պահեստ են գնում իրենց ապրանքները ստանալու համար։ Նույնն էլ ձեր մասով կարծում եմ, որ դուք էլ հերթերի մեջ չեք, ձեր հայտագրերը ցանկացած վայրից կարող եք ներկայացնել, որը կարծում եմ նաեւ ձեռբերում է ձեր աշխատանքները պլանավորելու համար, ձեր օրը պլանավորելու համար։ Ողջունելով մաքսային ծանուցման համակարգի արդյունավետ կիրառումը, մաքսային միջնորդները միաժամանակ նոր առաջարկով են հանդես եկել։ Արդյոք որևէ ֆիլտր կա ծանուցման համակարգում, որը ֆիլտրում է շուտ փչացող բեռների հայտարարագրերը, որոնք որ ավելի արագ ծանուցվեն։ Մենք այդպիսի ֆիլտր նախատեսել ենք ծրագրով, հարթակով, մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում։ Քննարկումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Մասնակիցների հավաստմամբ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում քննարկել գործնականումի հայտ եկած խնդիրներն ու համատեղ լուծումներ գտնել։ Հանդիպման շնորհիվ հնարավորություն ունենք հստակ, կոնկրետ դեմ առ դեմ քննարկելու բոլոր խնդիրները, առաջարկները, որի շնորհիվ էլ հուսով եմ, որ կարողանում ենք շատ ավելի օպտիմալ լուծումներ գտնել։ Հանդիպումների ժամանակ մենք քննարկում ենք ներկայացնում ենք մեր առաջարկները, որի հետևանքով նաև ստանում ենք բոլոր այդ հարցերի լուծումները, որ հեշտացնում է մեր մաքսային գործընթացը։ Կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են, հանդիպման ընթացքում բարձրաձայնվող հարցերը եւ բիզնեսի առաջարկները հաշվի են առնվում գործընթացների լավարկման եւ հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Նշենք, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնենք, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքով փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ 3 իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթով ձերբակալված է 8 անձ, այդ թվում Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ 2022 թվականի հունիսի 28-ին գլխավոր դատախազության կողմից դատարաններ ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիտմում ընդդեմ ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց, հայտնում են դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանը սույն թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է գլխավոր դատախազության հայցը։ Մասնավորապես վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1.2 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոց։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելությունն արդեն ունի 200 անդամ, որոնք ներկայացնում են Եվրամիության անդամ 25 պետություններ եւ Կանադան, հայտնում են Հայաստանում Եվրամիության առաքելությունից։ Դիտորդները ամեն օր բարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Հոկտեմբերի 13-ից 20-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 41, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 2, չամրակապված վարելու 1168, առանց մանկական նստատեղի քարսիթի 14, վարելու ընթացքում ծխելու 682, վարելիս հեռախոսից օգտվելու 429, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 206 եւ 1919 այլ իրավախախտում, 159 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 226-ը տեխնիկական զեմնություն չանցած, 81-ը լուսարձակների անսարքությամբ, 77-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 81 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 291 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 539, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 63, շամրակապված վարելու 4351, առանց մանկական նստատեղի քարսիթի 200, վարելու ընթացքում ծխելու 484, վարելիս հեռախոսից օգտվելու 720, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 91, արագության գերազանցման 2448 եւ 3859 այլ իրավախախտում, 428 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 988 տեխնիկական զենություն չանցած, 892-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 43 բեռնատար, 195-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու ամենքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 76 անձ։ Այսօր առավոտյան հայ-վրացական անցակետերում, Բագրատաշենում, Գոգավանում, Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիան։ Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները, սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը։ Այս մասին Intertime-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը, ով գտնվում է հայ-վրացական սահմանի Գոգավան հատվածում։ Հարցին արդյոք ներքին գործերի նախարարության աշխատակիցները չեն փորձել բացել սահմանը, խոչընդոտել ակցիային, Վարդանյանը նշել է, որ ոչ։ Նա նշել է, որ երեկ սկսած բողոքի ակցիան շարունակելու են իրականացնել մինչև իրենց խնդիրը լուծում չստանա։ Կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանն, առաջարկելով միգրանտների Ռուսաստանի Դաշնությունում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով։ Այս մասին ազգային ժողովում այսօր ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իմ տեղեկություններով արդեն իսկ Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Ըստ էկոնոմիկայի նախարարի արձագանքը դրական է, առաջարկը եւ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստում։ Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կատվածահար երթևեկությունը, ասում են, եթե Ռուսաստանի Դաշնությունը տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկրյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը եւ այդ նպատակով քանդվում է շենքի մի մասը։ Սպիտակ տան արևելյան թևի մի մասի քանդման աշխատանքները, որպես Թրամփի նախագծի մասը, սկսվել են հոկտեմբերի 20-ից։ Ուրախ եմ հայտարարել, որ Սպիտակ տան տարածքում սկսվել է նոր, մեծ եւ գեղեցիկ պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Արևելյան թևը, որը լիովին անջատ է Սպիտակ տնից ամբողջությամբ, արդիականացվում է այս գործընթացի շրջանակներում եւ ավարտվելուց հետո ավելի գեղեցիկ կլինի, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ ավելի քան 150 տարի յուրաքանչյուր նախագահ երազել է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի մասին, որտեղ կանցկացվեն գալաընդունելություններ, պետական այցեր եւ այլն։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, մարզերում հոկտեմբերի 22-ի գիշերը 23-ից 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հոկտեմբերի 22-ից ցերեկը 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժ գնացում մինչև 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը նվազել է 3-ից 4 աստիճանով, հոկտեմբերի 22-ի ցերեկը նույնքան կբարձրանա։